Արվեստի մարդ, մասնագիտությամբ դերասան, բայց մենք քաղաքում բոլորս ձեզ գիտենք որպես գործարար։ Ով է իրականում պարոն Միտինյանը։ Բարև ձեզ։ Ես արվեստը երբեք չեմ մոռացել, ցավոք երկրաշարժի հետևանքով շարունակեցի իմ սիրած մասնագիտությունով, բայց հետագայում կապեցինք մեր արվեստը մեր քաղցրավենիք և համերություններ ստեղծելու համար։ Ու ինձ թվում է շատ լավ է ստացվել, տենց որ փորձում ենք շարունակենք։ Տարիներ առաջ ես ու կինս գնացինք Հունաստան, ու Հունաստանում 4 տարի ապրելուց հետո վերադարձանք մեր սիրելի քաղաք Վանաձոր և որովհետև միշտ շատ ենք սիրել մեր Վանաձորը, իմ Հայաստանը, շատ դժվարություններ ա եղել սկզբից, բայց փառք Աստծո կարողացանք հիմնել աստերին ինքը նշանակում է աստղեր։ Հիմնեցինք 20 տարի առաջ, իհարկե ցանկանալով, որ մեր վանաձորցիները վայելեն յուրահատուկ ուտեստներ, յուրահատուկ համերություններ, որոնք մերթ զարգացրել ենք, զարգացրել ենք, միշտ փորձել ենք ամենալավը բերենք Հայաստան, որտեղ գնացել ենք վերապատրաստումների, Եվրոպա, Հունաստան, ամենաշատը, նորություններ են միշտ բերել, ու ինչի Վանաձոր, որովհետև միշտ ցանկացել են, որ Վանաձորում իմ վանաձորցիները, մեր վանաձորցիները միշտ վայելեն համերություններ, ու ամենակարևորը, որ այդտեղ մենք դա մեր հոգու մեջից ա գալիս, որ խառնուրդներ տենց չօգտագործենք, որովհետև մենք ենք ուտում, մեր թողնիկներն են ուտում, մեր բալետներն ուտում, տենց ու այստեղ հիմնեցինք փառք Աստծո։ Հիմա ավելի զարգացրել ենք սրճարանի տեսքով այդ ամեն ինչը, բայց ինչ ենք ուզում, որ ավելի հետաքրքիր այլ ենք մտածում, ավելի շատ հիմա կենտրոնացել ենք բացի քաղցրավենիքները, որ մեր երիտասարդությունը շփվելու զբաղմունքի տեղ ունենա և ամենակարևորը, որ կրթվեն ինչքան հնարավոր է, մենք ենք փորձում տենց կրթություն տանք մեր երիտասարդներին, մեր փոքրերին, դրա համար մենք քանի տարի արդեն վարպետաց դաս ենք անցկացնում, իմ ամենասիրած պահերից մեկը ինքը մի քիչ հայերեն չի, բայց շատ քաղցր ա, ջիգար ենք ուզում մեր երիտասարդներին, մեր հարազատներին, մեր բարեկամներին։ Դրա համար մենք ունեինք ամառանոց, որը կամաց փորձում ենք յուրատան տենց վիճակի բերենք, բայց ավելի շատ ինքը յուրահատուկ պահեր ունի, 2 տարի անընդմեջ հարազատներով ու մոտիկներով ու բարեկամներով ջիգարի տոն ենք անում, շատ յուրահատուկ, փառքի տենց հետաքրքիր ձևերով, ու ինչ ա դրա միտքը, որ մեր հարազատների, մեր երիտասարդների մեջ ավելի արթնանա այդ քաղցրությունը մեկ-մեկու հանդեպ, որովհետև բոլորս ենք տեսնում, որ այս շատ բաների մեջ անցնելուց հետո ինչքան սառնասրտություն կա մարդկանց մեջ, ու պետք է հաղթահարենք, ամենքս ինչ-որ ձևով պետք է մեր ներդրումն ունենանք մեր քաղաքի զարգացման, մեր հայերի զարգացման, որովհետև մենք ուրիշ ենք, ես դա միշտ ասել եմ, մեր հայերը, մեր վանաձորցիներն անվանավան միշտ է եղել են ջիգարով, միշտ եղել են բարյալ, հյուրասեր,
ու կյանքը մի քիչ տարիլա դեպի ոչ սենց մերուսացնեղ, բայց միանշանակ շատ են բարեհաճող մարդիկ, չկարող մարդիկ, սիրող մարդիկ, իսկ ամենակարևորը ես թվում է, որ ես կյանքում սերն եմ, շատ սեր եմ, ամեն ինչ եմ, քանը որ ամենքս մեծերություն եմ մի քիչ, ամեն ինչ կնի տեղը ու հաստատ, լավ։ Այնպես ստացվեց, որ պարոն Միկինյանը մեկ հարցով պատասխանեց մի քանի հարցերի, ուստի ես կարծում եմ, որ արժե անցնել հաջորդ հարցին եւ ներկայացնել, թե ով է վերջապես կամ ովքեր են պարոն Միկինյանի կամ ասել է թե Աստերի գործընկերները կամ գործընկերը։ Գործընկեր եւ ընտանիք, ինչպես եք համատեղում։ Ներկայացնեմ Ինգային, նախ իմ լավ ընկեր, տարիների, լավ մայր, լավ մարդ, ու իհարկե իմ կոլեգա, մենք իրար հետ ենք դժվար ճանապարհներով անցել, շատ փառքասու իրար հասկանալով աղքին նպատակներ ենք հասել ու հասնելու ենք, ու ամենակարևորը դժվար է իհարկե, դժվար է բայեր լինում, որ մի քիչ իրար համակարգ չենք լինում, բայց ամենակարևորն է, որ շուտ հասկանում ենք միմյանց ու ես վեճբերում անեմ, այս մասնագիտությունները ես եմ սովորել այնտեղ, Հունաստան, բայց հետո Ինգային իմ հետ համագործակցելով, հիմա արդեն այս շատ տարիները ինքնա ամեն ինչ արտահանում ավելի շատ ու ավելի շատ լավ ստացվում իրան մոտ այդ համողությունները, որովհետև ես նշանաբանն եմ եղել եւ կա եւ լինելու է, որ մենք պատրաստում ենք սիրով ձեզ համար, ու դա իրոք մենք պատրաստում ենք սիրով մեր հայերի, մեր վանատորցիների համար։ Սեր եք դնում ամեն ինչի մեջ։ Ամեն ինչի մեջ միանշանակ մեծ սեր։ Մեծ սեր կա, ճիշտ է։ Լավ ու վատ կոմեր ունի, իհարկե, որ ընտանեկան բիզնես է, բայց շատը լավ է, որովհետև նույն կարծիքի ենք, նույն նպատակն է, որ ասած, որ երկուսից մտքերն է, սենց որ լավ բաների աղերում է։ Նույն ուղղությամբ եք նայում։ Վատը մենակ կարող լինի մեկնել ու այդտենց իրար կարող է պատահել մի քիչ ես ուրիշ բան ուզեմ ինքը ուրիշ, բայց սրտի էլի գալիս ենք մի բանի, որ նույն հայտարարի կարողանում եք դա։ Մջայլոց ես ասեմ, որ փառքասուն մի քանի տարի է ռեստորանային համալիրը մենք բացեցինք, ու էլի նպատակը ավելի շատ, որ այստեղ մեր հետաքրքիր միջոցառումներ կապված երիտասարդության հետ, հետաքրքիր խաղեր ու ստացվել է ահագին ու շատ հաճելի է, որ դա այդ գործում նաև աղջիկս էր սկզբում շատ խառնվում էր, հետո տեղաս չէր հիմա շարունակում է այդ գործողությունը մի քիչ դժվար է լինում բանացորեն թե պարզապոլորիս համար, բայց էլի ասու պարկ իմացան, որ
2 տարվանից մեծ բյուջե ադրվելու վերջապես ու մեր Վանաձորը վերջապես մեր ուզած Վանաձորն է դառնալու, որ շատ տարիներ մենք երազում շատ տարիներ ու արդեն եթե տենց է դարա մենք այնքան շատ ներդրումային պլաններ ու հետաքրքիր մտքեր ունենք, որ շատ լավ արնել։ Անդրադառնամ ձեր մասնագիտությանը, մենք գիտենք, որ դուք դերասան եք։ Հնարավոր է գա ժամանակ, որ վանաձորցիները ձեզ տեսնեն այդ ասպարեզում կամ պլաններ, եթե լինեն առաջարկներ, արդյոք կընդունեք։ Ճիշտ ասած, դա մնացել է մեր որպես երազանք, ինչու՞ չէ, նաև նկարահանելու, բայց չգիտենք ստացվի թե չէ, հնարավոր է փորձել ու փառքաստու հիմա այդ սարքում ենք այդ կուրատունը, նպատակներ կա, որ այնտեղ բեմ լինի, անպայման նպատակներ կա, որ ամֆիթատրոնի նման այդպես հետաքրքիր տեղեր լինի ու ինչու՞ չէ, հիմա ես Վարպետանց դասին շատ ժամանակ ես մասնակցում եմ ու դա գերհաճույք է պատճառում ինձ նամանավանդ երեխաների հետ շփվելուց, այդ ինչ-որ լավ բան տալուց էլի, մենք միշտ երազել ենք, որ կան նրա վրա լավ բաներ փորձենք տանք, ոնց ինչպես կստացվի կյանքցից Շատ լավ, ինձ շատ հետաքրքիր է, թե գործընկեր Ինգան իհարկե դեմ կողմ լինել չի կարող, բայց Ինգան արդյոք դեմ կլինի ամուսնու այդ որոշմանը։ Ու եթե ինքը ուզի, ես եք ուզեմ։ Շատ լավ, այսինքն կարելի է սպասել, որ մի օր էկրանին կարող ենք տեսնել բիզնեսմեն գործավար պարոն Միկինյանին։ Ստաստա, ասուց առաջ չգնենք, միանշանակ, բայց մեր պլանների մեջ նաև կա, որ ինչու՞ չէ, նաև կինս փորձել այդ ասպարեզում հանդես գալ, նաև ինքը փորձել է ներկայացնել քաղցրավենիքները եւ շատ ավելի լավ է ստացվել, քան շատերի մոտ։ Նենց որ հենց շատ հաճելի օրեր է սպասվում։ Ամեն ինչ արժևում է։ Ինչի հունական։ Իմիջայլոց հուրացա դա ասեք, կինս հույնա ու մենք դե Հունաստան ենք ես ամեն ինչ սովորել ու երախտապարտիկներին Հունաստանին, որ մեզ իրոքալ ընդունել է և այդքան բան կարողացել ենք սովորել, պատճառը դա է և աստերին, ինչպես ասեցի, նշանակում է աստղեր, մենք էլ աստղային ձևով ուզում ենք առաջ գնալ։ Ես իմ հայ ազգին հարատև խաղաղություն եմ ցանկանում, հարատև հոգու խաղաղություն եմ ցանկանում եմ, որ ամեն մեկը ինքնակրթությամբ, օրինակ ծառայի շատերին, ինքնակրթությամբ առաջ գնա, որտեղ կրթությունը ինձ թվում է պետք է մեզ փրկի, կրթության մեջ կա բարիություն, կրթության մեջ կա նպատակասլացություն ու շատ կուզեմ, որ ամենքը իրեն նայի ու զգա ինչ-որ բան տեղում չի, ինքը իրան ավելի շուտ փոխի ու միշտ երջանիկ, որովհետև ես շատ հպարտ եմ, որ հայ եմ, շատ հպարտ եմ, որ ծնվել եմ Հայաստան, նամանավանդ մեր Վանաձոր, լավն ու բարի միշտ։ Որ ապրում ես ուրիշտեղ ու ինչ-որ գործը արդյունք է բերում, միշտ ուզում ես վերադառնալ ու հայրենիքում քո ժողովուրդը վայելի այդ բարիքները։ Համար ուզում եմ, որ մեր ժողովուրդը վայելի մեր պատրաստված այս ամեն ինչը։ Մաղթում եմ, որ իմ հայ ազգը լինի խաղաղություն լինի, համարձակ լինի և երջանիկ։
Իմ այսօրվա հյուրերն էին գործարար, բիզնեսմեն Գագիկ Միկինյանը եւ նրա գործընկեր, նրա կին Ինգա Ռուսովան։ Ձեզ հետ Գայանե Մարկոսյաններ։ Սկսեցին, հա, ուտել։ Պրծային նոր։ Շատ համով Չգերություն։ պետք է նշեի։ Այս շատ հաճելի է։ Ապրեք։ Մեր հյուրերը, Ինգան, Գայանեն, մյուս գլխավոր հյուրերից մեկը արդեն գնաց։ Ծխելու։